Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս էլի ժողովուրդ։ Այսօր ապրիլի 6-ն է, տեղական ժամանակով, այսինքն Միացյալ Նահանգների ժամանակով ժամը 8:35 րոպե առավոտ։ Ինձ նոր շատ կարճ տեղեկացրեցին, որ Տաշիր Սամոյի մամլոխոսնակը, չգիտեմ ով է այդ տղան, մամլոխոսնակը հիմա կուսակցության խոսնակա, ինչա նախագահ է եղել, ամեն դեպս աղբոր տղեն, բուլկին, հա։ Բուլկի եք ասում ժողովրդի մեջ, հացա բուլկեղեն եք ասում, նարեկը, հայտարել է, որ ինչ-որ միտեղ իրանց հարց են տվել, ինչ եք արել դուք 44-օրյա պատերազմի ժամանակ, և այդ տղան հայտարել է, որ իրանք շատ մեծ օգնություն են ցուցաբերել 44-օրյա պատերազմի ժամանակ, ցավոք սրտի դրա հետ կապված սուս են մնացել, հիմա էլ հարցում են ուղարկում Դավիթ Տոնոյանին, ինչու պիտի հարցում անեն, որ Դավիթ Տոնոյան ասի, որ մի անհատնա իրանցից ավել բանակին օգնել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Սենց ինչ-որ մի հատ բան ասել։ Ուրեմն հիմա տղա ջան, ի տարբերություն ձեզ և այն մյուսների, որոնք որ կա, Վարդան Ղուկասյանը սովորություն ունի արագ արձագանքելու, ոչ թե գլուխը հողի մեջ կոխելու, ասել ես այս բան չեմ լսել, և թույլ չտալու, որ որևիցե մեկն ու մեկը, որևիցե մի երևույթ, որ այսօր հայտնվել է քաղաքական դաշտում, հլնի և փորձի ժողովրդի ուղեղը լվալ LG լվացքի մեքենայով։ Հիմա լսին ինձ բալիկ ջան, 44 օրյա պատերազմի ժամանակ օգնություն ցույց տվեցին բանակին ամբողջ հայ ժողովուրդը ամբողջ աշխարհով մեկ։ Վարդան Ղուկասյանը Դոգն միակ մարդն էր, որ ասում էր՝ մի արեք, ձեր օգնությունը տեղ չի հասնում։ Փառք Աստծո կա ինտերնետ, կա ինտերնետ, YouTube, помнить всё։ Ամբողջ Զվարթնոց օդանավակայանի կարգոյային շկրող ու սև ցավը ողողված էր օգնություններով։ Էլ սկսած բժշկական տեխնիկայից, այնտեղ նասիլկեքից, բրոնեժիլետներից, կասկեքով, արտասահմանյան կասկեքով, նաշնովիձենյաններով, ինչ պատինկեքով, ինչեր ասես մարդիկ ուղարկում էին, մարդիկ, կազմակերպություններ և այլն, բայց այդ ոչ մի օգնություն, հայտարարում եմ պաշտոնապես, չհասավ ռազմաճակատ։ Որովհետև այդ 44 օրվա ընթացքում մենք չտեսանք մի հատ զինվորի լուսանկար, որ այդ զինվորի գլխին ըլներ ժամանակակից կասկալ, դրսից ղրգած բրոնեժիլետ, դրսից ղրգած համազգեստ, դրսից ղրգած ինչ-որ մի բան, ձեռնոցներ, չգիտեմ, ամրակներ, ծնկետ, ծնկալներ և այլն և այլն։ Այդ ամեն ինչը մնաց այրոպորտներում, վատառվեց, տարբեր տեսակի զինվորական, ոսորգական խանութներում և այլն։ Ոչ քթեք 44 օրյա պատերազմի մի հատ լուսանկար, որտեղ որ մի հատ ժամկետային զինծառայողի վրա, կամ սպայի վրա, մենք կարող ենք տեսնել օգնություն ուղարկած կասկա, նաշնովիձենիա, հեռադիտակ և այլն և այլն։ Զավ, ամբողջը թալանվեց և կեղեքվեց, ամբողջը։ Ոչ մի բան զինվորին չասավ, հակառակը, ընկեր վարչապետ բոզից տղեն մտավ, եթե ասեց բանը, ձեր ձեռետակ ինչ ունեք, ֆորմա, մորվա, լուկզակ, մուկզակ, ձեր տնից, ինչ կա չկա, հարկեք չի մնամ ասեմ, դագաղն էլ ձեր հետ վեկալեք, եկեք բանակ։ Այդ եթերը կա չէ, դրացը։ Գումարած միլիցեկին կապուտ համազգեստով, վեկալան ղրգին ֆրոնտ, կապուտ համազգեստով, միլիցու, որ 10 կիլոմետրից տենաս հոյդի զինվորականը, տարան դրին դաշտի մեջտեղը, Ազրևին, ցեխին, ոչ մի բան, ոչ պլատկա, ոչ մի բան ասին, ըստե պիտի մնաք։ Կեսն էլ տարան լցին Շուշի, վերջում էլ մենք խփեցինք Շուշիի մշակույթի տանը, դիտավորյալ, մենք ենք խփել։ Արման Բաբաջանյանի շնորհիվ են, բոզից տղու, որ գնաց մտավ վիզու արեց, լայվ արեց, դուրս եկավ կորնատները տվեց մերով էլ վեկալան տպպեցին, ռուսներն ասում են, էտուր եք խփում, էտի զերոնք են, բայց արդեն ուշ էր, բիզիմդիշ, արին օդ։ Հիմա դու հենց ասում ես մենք ավելի շատ օգնություն ենք տվել։ Մալադեց, ուր է օգնության ապացույցը։ Թուղթ ու պտիկն ուր է։ Այդ օգնությունը ո՞նց է ուղարկել տղա ջան։ Այդ օգնությունը դու պիտի ինչ-որ մի ձև բան առածնես, ապրանքագիր պիտի ունենաս, բանկի կվիտանցիայի հանի ցույց տուր, այդ բոլոր կվիտանցիաները մի հատ նամլու ասում ես հրավիրեք, փարկացու տերնետ կոտրված չի։ Այդքան լրագրող եք առե, փողերն հետ հասցնում եք,
Բերեք մեզ տեսեք մի հատ կուլտուրական բալիչ, այդ օգնության թուղթու թանակը հանիսախ ցույցու մի հատ մեծ էկրանի վրա ինչ եք ուղարկե ալու, պեսոկ, ծավալ, կուկուրուզ, ինչ եք գրկե, խտասասկա, պրեզերվատիվ, զուգանի թուղթ, ինչ եք գրկե, տղա ջան, հան այդ ամենը ցույցուր ում ես դու տվել, հասցեատեր նով ա եղել, պանան, օքեյ, պանային ես տվել, Եվ դրա հետ մեկտեղ հաց ուղեք այսօրվա պնային, ուսուցչուհու բոլզի տղուն, Սուրեն Պապիկյան կամ ընկեր Տոնոյան, այն ժաման երկուսի Դավիթոն եւ այս օգնությունը ուր է, ինչ է կարել։ Ես տվել եմ այսքան մակարոն, այսքան կուկուրուզ, այսքան զուգանի թուղթ, այսքան թրաշի պրիբոր, չգիտեմ ինչ։ Օգնությունը դե պիտի ցույց տաս, ինչ ես գրկե։ Պամպերս ես գրկե, սնալյադ ես գրկե, հերադիտակ ես գրկե, պրեզերվատիվ ես գրկե, ինչ ես գրկե։ Էդ էլ պիտի ցույց տաս, թուղթու տանակով։ Ոչ թե հելվեր խոսալով, ես եկարամ ասեմ 10 հատ F-15 եմ տվել Հայաստանին, հետո, խոմացելով չի։ Դրանից հետո, տղա ջան, ասեմ եմ ինչ արա, էլի, սովորացնում եմ, որտեղ ուղեղ չունեք դուք, ձեր միակ ուղեղ ոնց կրտել ճրտել։ Դրանից հետո, պահանջի պնեից, ասա ցույց տուտենա մի մոկությունը ուր ա գնացել, երբ որ պնը չի պահանջի, հարուսել դու քերական գործ, այդքան ադվակատնի ունես, դրսից բերած, ձեն մի շոթուց ու ներկայացրա, քերական գործ հարուցելու, օգնությունը սուր ա, հասկանում ես տղա ջան, ոչ թե հելի ասա մեզնից շատ որը մի անհատնա, այդ ու ինչ գիտես, ինչ անհատներին չեր են տվել, այդ այդքան հայրենասեր էիք, ընկեր ջան, բայց բավ այդքան հայրենասեր ես տղա ջան, բանակ ինչ ես գնացել։ Այդ ձեր Քերդաստանից կարաս ցույց տաս մեկին հայենի բիլետը, որ գնացել է բանակ, քո հայենի բիլետը, հայրենասեր տղեն, բանակ չի էդ, հայենի բիլետը դուր ա, աղբորդ հայենի բիլետը ուր ա, Տաշիր Սամոյի եթիմների, երկու հատ որս ունի, եթիմ, դրանց հայենի բիլետն ուր ա տղա ջան, բախի չես գնացել բանակ։ Այս հերդ, որ ազգային ժողովում կալստուկնի, կոստումնի, այդպես կուլտուրական հակնում ու նստում այդ բդերը չրած, մազերը ֆենած չլեյոտած, բայց չեր ասում իմ եթիմը, քիչ է թեմ բանակ, խոմ օգություն ցույց տալով չի մենակ, և դու քաշ գիտակցում եք, որ այդ օգությունը տեղ չի հասնան, բոլորն էին գիտակցում, եթե չեն էլ գիտակցում, ես իմ որը ճղում է, ասում եմ մի խրգեք, տեղ չի հասնամ, սրանք սախում են ես բոզիս տղեկը, լապում են, դիպունգը լապում են, ասում էի, պեպոն նայել ես, դու հավարում գերմանական պորնոն նայես, ինչ պեպով, այսօր էլի ասում ես մենք օգնել ենք, դուք օգնել եք, Քրիստինե Պեպելյան, դուք օգնել եք, ինչ են, շոուբիզնեսի թափտպուկներին, այո, դրանց օգնել եք, տուն եք տվել, ինչու ես օգնել, բալիկ ջան, ինչու ես օգնել, հարց եմ տալիք ես, զինվորներ վարվան, որ մի ընտանիքին գնացիր օգնեցիր, ոչ մեկին զրո, կամ եթե օգություն ես ցուցաբերել, որ մի զինվորական հոսպիտալին ես նաև օգություն ցուցաբերել, ինչ օգություն ես ցուցաբերել, օգությանը տեսակը, մանիտորներ ես տվել, կարծոմանիտորներ ես տվել, բժշկական պարագաներ ես, բայց հելի խոսա ցույց ու բալա ջան, հելի խոսա պահանջի, քրակը պահանջի, դե ասեմ այդ ցույց ու երգիր, քեզ տվել եմ ինչի վրա է գնացել, թե չէ հարի գյուղաց ես կտե, մի հատ են ժուրնալիստին ասում ես, թե մեզ շատ ով է ցույց տվել, Убедит, արա, տղա ջան, убедит, դու քուչա իջասկաս, հայացը, որ մեկը մի քաքեր ուտան, որ գնում էր, ասում էր, աղբեր ես, բանը դու արել ես, դեմի տղեն ինչ էր ասում, ասում էր, աղբեր են երորդ անձը, կարաս убедит անես, հիմա թոննա, убедит արա, ասելով չի, այդ убедitն էլ թուղթու թանակով ա, այդ օգնության այդ բոլոր թղթերը անի ասումիսը, ես խոստանում եմ իմ տելեգրամ կանալով անպայման քո մամուլի ասումիսը տնեմ, չանողը բոզի տղայով, հելի убедит արա թղթերը ցույց տուս, բնայից էլ պահանջի այդ քո հարցը պատասխանել լրագրողնիկը, որ կվեկալեն այդ ինտերվյուն, ես քո ինտերվյուն դնում եմ իմ մոտ, թող բոլորը տենան, ես էլ միանում եմ քեզ, քո հետ միասին, Դավիթ Տոնոյանին ծսնում ենք, որ Դավիթ Տոնոյանն ասի, ինչի վրա է գնացել այդ օգնությունը, ու մամայի դլույի մեջ է կողը, եթե դու չես կարում ծսնես, ես քեզ կդնեմ իմ կողը, կասեմ նայի, ոնց են ծսնում, գնայիս կսովորես, բալիկ ջան, հայա չեսի չէ, երևը մավ, հայա չեսի չէ, ուբիդի, դիշիվի, տինդիրի, բառապաշարներին ծանոթ չես, ես քեզ կսովորացնեմ, բալիկ ջան,
նայի, սովորի, սովորել, ասել է Վլադիմիր Իլիչ Լենինը, ցանկացած տարիքում, Լենինը գիտես ով է, այդ մարդն ասել է, ես քեզ կսովորացնեմ, ինչպես ծծցնել պաշտպանության նախարար, դրանից լավ բան չկա, ոչ թե հելել ես մի հատ հարիվ գցել ես մեզնից շատ, իրոք, հələ մի հատ հելիք ցույց ու կարող է մեկը կողգցել եմ ասում է, բդերս կերել ես, ես ավելի շատ եմ ցույց տվել, $100 ավել, խո չի կարելի, Էսի այս ընտրությունը Սամվել Կարապետյան նման չի լինելու Հայաստանի ոչ մի ընտրության իր պատմության մեջ։ Գիտես ինչի՞, որովհետև այս ընտրությանը մասնակցում է Դոգը, որովհետև Դոգն, ոնց որ ասում են ողորմած Մամվել Գրիգորյանը, դա յուրահատուկ է։ Ինքը ոչ մեկի կողմից կաշկանդված, կաշառված, կոռումպացված չի։ Ես հանգիստ ցանկացած վարչապետի տեխնացուի, ով որ հիմա էլ է հայտա ներկայացրել, կխոխեմ դրուսիկիս մեջ ու չեմ հանի, որովհետև ինքը չի կարա լփտա իմ դեմը, չեմ ասում է կծամեմ, դուք այդ քաչ չկա գոյ ձեզ ծամեմ, կմցնեմ դրուսիկիս ռեզինի արանք, կմնաք այնտեղ, մինչև որ փոխեմ աճորտորը ու կեթակնես լվացքի մեքենայի մեջ, LG 10 կիլոանոց, խոմ չի կարելի, մեզ շատովար է, արել ես պակել հետևից, տղա ջան, Քնա, հանի ջրես տենա, ինչի վրա է ծախս է Դավիթ Տոնոյանը, Սիսին, Դտումը, Նիկոլը, բերեք ուխել ես սրանց վորը գիտակցելով, հիմա ասում ես օգություն եմ ցույց տվել բանակի, բանակի դտենց օգություն չեն ցուցաբերել, հնախել է պետք ասա օգությունը ինչ ա եղել, պրեզերվատիվ ա եղել, ժենչուկ, ինչ ա ել, ինչ ես գրկել, ու հերիքա, հելնեք, մեզ խալն ա եղել, որ չենք խոսացել, բա խոսա այդ տղա, բա խոսա, օգուշու ցույց տվող մարդը բակը լռի, ես արել եմ, հրապարակայնորեն արել եմ, տուն եմ տվել, ճակատս պայզ ասում եմ, թո մեկ ասի չի արել, ձեր մոտ մարդիկ են գալում, փող են խտրում, դուք չեք տալում, օրոխպեր էդ մի հատ պորնիկ նստացել էր իա գրասենյակում, գնում գալում պտկայի հետ խաղում ես, ով են մտնում եմ, մոտ ասել փող չկա, գնացեք, մենք փող չունենք, դուք հելակ բանակին օգություն ցույց տվեք, բանակից թռացալով, հա, այդքան բանակ սիրում եք գնայք ծառայեք, օգություն են ցույց տվել, սպասում եմ ասուլիսից, սպասում եմ, փաստերով, չարիր հացաբուրկեղեն, իզի շնեղանաս, դու էլ հոլոխպերդ են, ախ ժողովրդին խաբելու համար, 72 ժամ քեզ ժամանակ հրավիրի մամլո ասուլիս, ասուլիսը տես հրամայում եմ իմ բոլոր ատմիններին, լուսաբանել, մեր էջերով լուսաբանել, ցույց տու դո յեդինի, այն բոլոր թղթերը, որոնք որ դուք ինչ օգություն եք ցույց տվել բանակին, չարիք, իջում ծծում, այս կանը, հարգանքներով ամենահայոց Վարդան Ղուկասյան